անունարդու, փոքրիկ Ռունուր գնում էր, իր մայրիկի հետևից էր գնում, երբ Ռուն ընկերների հետ պաղնապոցի էր խաղում։ Մայրիկ կենգուրուն ասում էր, շուտ արի մտի պարկիս մեջ, որ ոչ ոք քեզի չուտի։ Երբ ուժեղ ձայն էր լսվում, մայրիկ կենգուրուն վախեցած ձայն էր տալիս, շուտ արի, վայ, դինգոներն է, շուտ արի մտի պարկիս մեջ, որ ոչ ոք քեզի չուտի։ Եվ գալիս է դպրոց գնալու ժամանակը, մայրիկ կենգուրուն դիկտատորի անում, ալտիտ ու գրիչ, լցնում պարկի մեջ ու գնում դպրոց, տնօրեն կոալան ասում է, դուք ինչու եք մտել դպրոց, ներդում պետք է ներս գա, տվեք նրա պայսակ ու տուն գնացեք, ահա նրա պայսակը մայրիկ կենգուրուն ցույց է տալիս իր պարկի մեջ։ Չեն կարող տուն գնալ, ստիպված մայրիկ կենգուրուն թույլ է տալիս ներս գալ։ Տունդասարանի ամենակոլոտ աշակերտն է, վստում է առաջին վստարանին։ Մայրիկ կենգուրուն նրա կողքը։ Աշակերտները բողոքում ենք, մենք նրա տախտակը չենք տեսնում։ Ստիպված փոքրիկ Ռուն վստում է վերջին վստարանին։ Հիմա երդում ոչինչ չի տեսնում։ Բողոքում է մայրիկ կենգուրուն։ Ռուն ինչու այդքան փոքրիկ։ Դասատուն հարցնում է ու ինքն էլ պատասխանում։ Որովհետև փոքրիկ Ռուն պարկի մեջ է։ Տնօրեն կոալան պայսակ է նվիրում փոքրիկ Ռուին համար, գրքերն ու տետրերը լցնում են մեջը։ Փոքրիկ Ռուն այդ օրվանից փոքրիկ Ռուն մենակ է հաճախում։ Մայրիկ կենգուրուն սովորում է առանց իր ծագուկի մնալ։ Բարի գիշեր, բարի երազներ։ Աչքերով արեմ երազում, գիշեր տեսավ։ Գիշերը եկյատ պատմեց աստղերի լուսնի մասին, լուսնից փափլիկ շող փոփեց, կաթած երկրի երեսին։ Գիշերը եկյատ պատմեց աստղերի լուսնի
Լուսնից փափլիկ շողբոք